Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար։ Պարոն Հովհաննիսյան, Իրանի դեմ սկսված ամերիկյան եւ իսրայելական ռազմական օպերացիան գնալով կարծես թե նոր մասշտաբներ է ստանում, մեծանում է էսկալացիան։ Ձեր կարծիքով այդ երկու խաղացողները, այդ երկու երկրները ինչ նպատակ են իրենց առջև դրել, մասնատելու Իրանը, թե ավելի շատ նրան զրկելու տարածաշրջանային խաղացողի իր կարգավիճակից, զրկելու ներուժից։ Ինչ խնդիրներ եք եւ նպատակներ եք այս պահին տեսնում։ Այն նպատակները, որոնք որ հետապնդում են եւ այն նպատակներով, որով որ այսպես հիմք են համարել եւ հարձակվել Իրանի վրա, դա առաջին հերթին Իրանի մասնատումն է եւ բնականաբար Իրանի ռեսուրսների մասնատումը, բնական ռեսուրսների մասնատումը։ Որքան էլ որ ասեն, որ միջուկային այսպես զենքի դեմ է ուղղված, այդ հարստացման դեմ է ուղղված, միևնույն է փաստը մնում է փաստ, որ եւ թե Իսրայելը եւ թե ԱՄՆ-ն հակված են ավելի շատ Իրանի դիրքերը թուլացնելու ոչ միայն մերձավոր արևելքում, այլ ընդհանրապես աշխարհում, որովհետեւ Իրանը լինելով բազմադարյա պետականություն ունեցող պետություն, ինքը կարողանում է ըստ արժանվույն իրեն դրսևորել եւ աշխարհակարգերում, ձևավորվող աշխարհակարգերում անդադ կարողանում է լինել այսպես որոշիչ դերակատարություն ունենալ եւ իր դերը եւ նշանակություն ունենալ։ Այնպես որ այս փուլում եւ թե ԱՄՆ-ն եւ թե Իսրայելը փորձ են կատարում մասնատման եղանակով ջլատել կամ կործանել պարսկական պետությունը որպես այդպիսին եւ դրա փոխարեն ստեղծել ինչ որ մի քանի պետություններ։ Այսինքն մոտարապես Սիրիայի օրինակով, թեկուզ ոչ ճանաչված, ավելի վատ օրինակով, որովհետեւ այստեղ իրենք ավելի շատ հակված են ռեսուրսները մասնատելու եւ իրենցով անելու եւ որ ամենալավագույն տարբերակը Իրանը մի քանի մասի բաժանելն է։ Նրանք չեն գիտակցում, որ դա կարող է բերել քաոտիկ իրավիճակի, դա կարող է բերել տարածաշրջան շատ ավելի վատ իրավիճակի, քան որ նրանց տեսակետից կար ուժեղ Իրանի պարագայում։ Գիտեք, իրականում ամերիկյան մի շարք վերլուծաբաններ, շատ խոշոր վերլուծաբաններ միշտ պնդել են եւ ասել են, որ մերձավոր արևելքը շատ բարդ գոտի է, բարդ տարածաշրջան է եւ այստեղ գնացողը ճահիճի մեջ է գնում խրվում։ Եվ կարծես թե ոչ Թրամփի վարչակազմը եւ ոչ էլ Իսրայելը հենց ամերիկյան վերլուծաբանների այդ վերլուծությունները չեն կարդացել եւ իրենք առանց հասկանալու, կարելի ասել առանց գիտակցելու, թե ինչ է նշանակում մերձավոր արևելք, իրենք փորձել են այսպես հարցերը լուծել այնպես, ինչպես որ իրենք պատկերացնում են եւ ինչպես որ իրենք արել են օրինակի համար մնացած այլ պետություններում, հաշվի չառնելով, որ այս բազմաէթնիկ եւ բազմակրոն տարածաշրջանը այնպիսի յուրահատկություններ ունեն, ինչպիսիք են շահերի համընկնումը եւ միևնույն ժամանակ շահերի բախումը այդ տարածաշրջանում ապրող ժողովուրդների եւ կրոնական էթնիկ, այսպես փոքրամասնությունների, մեծամասնությունների։ Այնպես որ ցավոք սրտի պետք է ասեմ, որ տարածաշրջանը դեռևս երկարատև ռազմական գործողությունների մեջ է լինելու, այսպիսով ԱՄՆ-ն եւ Իսրայելը փորձելու են պարզապես ջլատել Իրանի ուժերը եւ իրենք պատկերացնում են, որ այդ ճանապարհով կկարողանան հասնել որոշակի հաջողությունների։ Ձեր կարծիքով բանակցային գործընթացում Իրան-ամերիկյան միջնորդավորված բանակցություններում ինչ է ոչ կառուցողական ճանապարհով գնաց, ինչն էլ բերեց այդ հարվածներին։ Ինչու եմ հարցնում, որովհետև վերջերս Թրամփի բանագնացած Սթիվ Ուիթքոֆը իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ փետրվարին տեղի ունեցած մի քանի ռաունդ, 3 ռաունդ կարծեմ տեղի ունեցել, քննարկումներում Միացյալ Նահանգներն առաջարկել էին Իրանին 10 տարով սառեցնել միջուկային ծրագիրը, փոխարեն ամերիկյան կողմը կսկսեր իրանական էներգակիրներ գնել, բայց իրանական կողմը մերժել էր այդ գործարքը։ Ինչու Իրանը պետք է նման դիրքորոշում ցուցաբերեր, թե ամերիկյան կողմն ավելի շատ հենց ինքն է պատճառներ հորինում, հիմա փորձելով հետին թվով արդարացնել իր ագրեսիան։ Ես ավելի շատ հակված եմ նրան, որ ամերիկյան կողմը հիմա պատճառներ է հորինում։ Եթե մենք փոքր հետ գնանք, այսինքն միջև մարտի 1-ը փետրվարի 28 գնանք եւ փետրվարի 28-ի հաղորդագրությունները կարդանք, եւ թե իրանական կողմի եւ թե ամերիկյան կողմի բավականին այսպես դրական հաղորդագրություններ են եւ ես ինքս որպես
փորձագետ բավականին լավատես է եւ մտածում է, որ բանը չի հասնի ռազմական գործողություններին։ Եվ փետրվարի 28-ին տարածվեց հաղորդագրություն ամերիկյան եւ իրանական այսպես երկու կողմերից տարածվեցին, որ հանդիպումները, բանակցությունները ընթանում են շատ լավ դրական ֆոնի վրա եւ կարելի է ասել, որ հաջորդ հանդիպումները եւս կարող են լինել դրական եւ հանկարծ մարտի 1-ին սկսվում են ռազմական գործողությունները։ Այսինքն այսպես թե այնպես ինչպես էլ որ գնային այդ բանակցությունները, ինչպիսի պայմանավորվածություններ լինեն, միևնույն է Ամերիկան իր արժև խնդիր էր դրել Իրանին հարվածելու, Իրանին թուլացնելու։ Եվ այստեղ ոչ թե Ամերիկան խնդիր էր դրել բանակցությունների միջոցով որևէ կոմպրոմիսի գար Իրանի հետ, այլ պարզապես ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ։ Ամերիկայի եւ Իսրայելի նպատակները Իրանի հետ կապված ամբողջությամբ նույնական են, թե ամեն դեպքում Միացյալ Նահանգները որպես ավելի խոշոր խաղացող եւ նաեւ ինչ որտեղ ավելի մեծ պատասխանատվության գոտի ունեցող այր աշխարհակաղակական ազդեցության առումով շատ ավելի չափավոր է մոտենում Իրանի ապագայի եւ Իրանի հետագա կոնֆիգուրացիայի հարցում։ Մշտապես ասել եմ, որ ԱՄՆ-ի նպատակը նաեւ նա է, որ Իրանում լինի իշխանափոխություն եւ իշխանափոխության միջոցով ինքը իշխանության բերի իր դրածոյին ու կարողանա հարցերը կարգավորել, լուծել, թե կապված ինքնավարությունների հետ, որ իրենք պատկերացնում են, եւ թե ընդհանրապես կապված Իրանի նավթային ռեսուրսների հետ։ Այս առումով ոչինչ չի փոխվել։ ԱՄՆ-ի ամեն դեպքում հայտարարությունները, որոնք որ գալիս են ԱՄՆ-ից, ոչինչ չի փոխվել եւ նրանց նպատակը հենց այն է, որ Իրանում այս ռազմական գործողությունների մեկնարկի իմաստը այն էր, որ իրենք տան ռազմական գործողությունների մեկնարկ եւ Իրանում սկսվի ներքին քաղաքական բախումներ եւ այդ դրա վրա էր իրենց հույսը, որ իրենք մտածում են, որ մեկ շաբաթում, երկու շաբաթում հարցերը ամբողջությամբ կլուծվի։ Միջդեռ բոլորովին այլ էր պատկերացումները սխալ են։ Ես խոսքի սկզբում ասացի, որ Մերձավոր Արևելքը բարդ երկիր է, բարդ տարածաշրջան է եւ իրենք չէին պատկերացնում, որ հնարավոր չի այդ սցենարը Մերձավոր Արևելքի երկրում օգտագործվի կամ իրականացվի։ Պարոն Մովսյան, նախորդին կարելի ասել աննախադեպ բան տեղի ունեցավ, Բաքուն հայտարարեց, որ իրանական 4 ԱԹՍ է արձակվել Նախիջևանի օդանավակայանի, նաև դպրոցի, եթե չեմ սխալվում, հարևանությամբ, եւ հետո մենք տեսանք Բաքվի բավականին կոշտ նույնիսկ հիստերիայի հասնող արձագանքը, նրանք իրենց զորքը մարտական համար 1 վիճակի են բերել, հայտարարվել է իրանական բեռնատարների մուտքի արգելքի մասին, սահմանի փակելու մասին, նույնիսկ նաև տեղեկություններ հայտնվեցին, որ դեսպանատան աշխատակիցներին են տարհանում, ինչ որ մի տեսակ տպավորություն է ստեղծում, որ Ադրբեջանը դիտավորյալ փորձում է սրել իրավիճակը։ Սա ում է ավելի շատ այս պահին ձեռնտու։ Ինչ որ մեկը Ադրբեջանին օգտագործում է Իրանի դեմ նոր ճակատ բացելու համար, թե Ադրբեջանն է կամավոր մտնում այս խաղի մեջ։ Մի քիչ հարցը ծավալուն է եւ դրա համար ավելի խորքային փորձ եմ պատասխանել։ Տեսեք, թվում է թե Ադրբեջանը եւ Թուրքիան նույն խրամատում են գտնվում, բայց իրականում այս դեպքում բոլորովին տարբեր խրամատներում են գտնվում։ Միջև Նախիջևանին գալը մենք Թուրքիա գնանք եւ նախորդին Թուրքիայի ուղղությամբ արձակված կամ այսպես Թուրքիայի ուղղությամբ եկող բալիստիկ հրթիռը, որը որ խոցվեց միջև Թուրքիայի սահմանը հասնելը, Թուրքիան շտապեց հայտարարություն տարածել, որ այդ բալիստիկ հրթիռի թիրախը Թուրքիան չի եղել, բոլորովին այլ թիրախ է եղել, միջև Իրանից հայտարարություն գալը։ Եվ այնուհետև Իրանը հայտարարեց, որ այո իսկապես հրթիռի թիրախը Թուրքիան չի եղել, բոլորովին այլ թիրախ է ունեցել։ Այսինքն այստեղ Թուրքիան խաղացող երկրներին, տվյալ դեպքում հենց կոնկրետ ԱՄՆ-ին հստակ մեսիջ ուղղեց, որ ես իմ հարաբերությունները այս փուլում առնվազն չեմ փչացնելու Իրանի հետ եւ ես չեմ պատրաստվում իմ տարածքը տրամադրել Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու թե օդային եւ թե ցամաքային տարածքները։ Կարծես թե դրանով այդ քայլերով, այդ այսպես գործողություններով Թուրքիան դիրքավորվեց, որ ինքը չեզոք է այս եւ միջադեպը ըստ էության փակված համարեց։ Այո։ Ինչը չէինք ասի արդեն Նախիջևանի դեպքում։ Նախ այստեղ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ինչու չի աշխատել, ոչ մեկ այդ հարցը չի բարձրացնում, կարծես թե ինչու չի աշխատել ՀՕՊ-ը։
Չէ՞ որ օթանավակայանի ուղղությամբ է, օթանավակայանը ամենապաշտպանվածը պետք է լիներ ըստ էության, ինչու հոպը չի աշխատել այս դեպքում, երբ որ ATS-ները թռչել են Նախիջևանի օթանավակայանի ուղղությամբ։ Սա խոսում է նրա մասին, որ սա բեմադրություն է։ Եվ սա նախապես պլանավորված արված էր, որպեսզի ալիբի լինի Ադրբեջանին, այսպես հոխորտալու։ Եվ Ադրբեջանը ավելի շատ հակված է նրան, կամ Ադրբեջանը ավելի շատ հետաքրքրված է, որ Իրանը մասնատվի։ Եվ շահառուներից մեկը հենց ինքն է Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր տարածքային նկրտումները Իրանի նկատմամբ եւ ավելին ասեմ, անդադ ասում է, որ այնտեղ ապրող ադրբեջանցիները պետք է ոտքի ելնեն եւ այլն եւ այլն։ Նույնիսկ նրանց իշխանական լրատվամիջոցներում երեկվայից արդեն այդ հրապարակումներ կային այդ ակնարկով։ Այո, Հարավային Ադրբեջան եւ այլ եւ այլ։ Այսինքն դուրս է գալիս, որ Ադրբեջանը պատրաստ սպասում էր որևէ փոքր պատրվակի, որպեսզի նմանատիպ փոխորտանքներ հնչեցնեն Բաքվի բռնապետի մակարդակով։ Ավելին ասեմ, դրանից անմիջապես հետո Ադրբեջանի հարավային հատվածում, նաեւ բռնագրավված Արցախի հատվածում օդը ամբողջությամբ փակվեց։ Կովսականի տարածք։ Այո, ամբողջությամբ օդը փակվեց։ Ավելին Ադրբեջանը առնվազն 12 ժամով դադարեցրեց բեռնափոխադրումները Իրանի տարածքով։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ իրենք ավելի շահագրգռված են ոչ թե այդ միջադեպի քննելու, լուծելու եւ հարթեցնելու ուղղությամբ, այլ ավելի շատ իրենք մտածում են, որ սա իրենց համար շպարարտ հող է, որպեսզի իրենք գործողություններ սկսեն Իրանի դեմ։ Բնականաբար ես կարծում եմ, որ սա բեմադրված էր եւ բնականաբար այստեղ բեմադրիչներից ամենագլխավորը իմ կարծիքով Իսրայելն է։ Հնարավոր բախումը, եթե այնտեղ ունենա, մեզ համար ինչ ռիսկեր եւ խնդիրներ կստեղծի Ադրբեջան-Իրան բախումը, հատկապես մեր հարավային սահմանների, նաեւ Սյունիքի գործոնը, եթե հաշվի առնենք Իրանը երկար տարիներ Սյունիքի անձեռնմխելիության, մեր տարածքային ամբողջականության առանցքային կարևոր ջատագովներից էր։ Հիմա եթե բախում տեղի ունենա, մենք ինչ սցենարներ պետք է պատրաստ լինենք։ Իսկապես Իրանը այն երկիրն է, թերևս կարող եմ ասել միակ այն երկիրն է, ով հստակ իր կարմիր գիծը այսպես գծել է կապված Սյունիքի հետ եւ կապված մեր սահմանների անձեռնմխելիության հետ։ Եթե այդ սցենարը դիտարկենք, խաղարկենք եւ ասենք, որ բախում կլինի Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությանը վնաս չի սպառնա, որովհետեւ Ադրբեջանը նույնիսկ չի հասցնի իր 638 կիլոմետր երկարությամբ Իրանի հետ սահմանը պահել, ուր մնաց թե ինքը նորից մեկ այլ ճակատ բացել, չնայած այն բանին, որ մտածում են նոր ճակատ բացելով Իրանին կարող են թույլատրել ուժերը ջլատել, բերել այս կողմի վրա, բայց ամեն դեպքում Իրանը այն պետությունն է, որ բոլոր սցենարները ինքը հաշվարկել է եւ բոլոր սցենարներին ինքը պատրաստ է նույնիսկ Ադրբեջանի ներխուժման սցենարին եւ ամենաանհավանական սցենարներին է նույնիսկ պատրաստ, նույնիսկ Հայաստանի այսպես ներխուժման սցենարին էլ Իրանը պատրաստ է։ Այնպես որ մենք գործ չունենք սովորական այսպես ասեմ 100 կամ 200 տարի պատմություն ունեցող պետության հետ, մենք հազարամյակների պատմություն ունեցող պետություն եւ պետական մտածելակերպ ունեցող պետության հետ գործ ունենք ու Իրանի դեպքում զարգացումները Ադրբեջանի հետ բախման դեպքում օգուտ կլինեն Իրանին։ Խոսացիք զրույցի սկզբում Իրանի մասնատման սպառնալիքի մասին, այս օրերին ակտիվորեն քննարկվում է քրդական գործոնը, փորձում են քրդական խաղաքարտն օգտագործել հերթական անգամ մեծ տերությունները իրենց քաղաքական հարցերը լուծելու համար, բայց նաև մյուս կողմից մենք տեսանք, որ հեռախոսազրույց տեղի ունեցավ անուշ Նեչիրվան Բարզանի եւ Աբբաս Արաղչիի հետ, նա հավաստիացրեց, որ քրդերը որևէ կերպ չեն ներգրավի, որքանով են այս հավաստիացումներն անկեղծ եւ առասարական միասնական դիրքորոշում քրդական այդ մեծ համայնքի մեջ, կոնգլոմերատի մեջ, որպեսզի նրանք չմտնեն այս խաղի մեջ։ Ամերիկյան եւ իսրայելական տանդեմը այդ ծրագրերի, որ պլանավոր էր, այդ ծրագրերի մեջ էր մտնում նաեւ քրդական գործոնը, այսինքն ցամաքային ուժով կամ ցամաքային ճանապարհով Իրանի վրա հարձակումը։ Եվ իրենք ամենաշատ խաղադրույքը կատարել են հենց Իրաքյան Քրդստանի վրա։ Այստեղ պետք է ասեմ, որ Իրաքյան Քրդստանում են նաև գտնվում ամերիկյան ռազմաբազաները, Իրաքյան Քրդստանի զինված ուժերը, նույն ինքը Փեշմերգան
ամբողջապես գտնվում է ամերիկյան ֆինանսավորման տակ, գոնե աշխատավարձերի տեսքով եւ զենք զինամթերքը եւս ամերիկյան են, այսինքն ամբողջությամբ ինքը ամերիկան այսպես վերահսկողության տակ է գտնվում եւ ամերիկան ինքը կարծում էր թե քրդերին կարողանա գայթակղել այն հեռանկարով, որ իրենց տալու է անկախ քրդական պետականություն ի հաշիվ Իրանի տարածքների։ Բայց նորից եմ ես պնդում եւ ասում, որ Մերձավոր Արևելքը բարդ տարածաշրջան է։ Եվ քրդերը հատկապես բավականին բարդ են իրենց այդ միասնության եւ միաբանության առումով։ Եվ ամեն մեկը քրդեր ամեն մի, այսպես ասեմ, ազգային, հա, կամ շեխական քրդերը, ամեն մեկը իրենք կարծում են, որ իրենք պետք է լինեն առաջինը։ Եվ ամենամեծ խնդիրը հենց այդտեղից գալիս է, որ իրենք չունեն պետականություն լինելով այդքան մեծ թվակազմով։ Այստեղ եւս երբ որ բանակցություններ էր գնում Ամերիկայի եւ քրդերի միջեւ, որ ինչ պետք է անեն, կարծես թե նորից այդ բախումն է, այսպես ասենք, ճակերտներով բախումն է տեղի ունեցել եւ Էրբիլի քրդերը, նույն ինքը Բարզանի քրդերը, այսպես ասեմ, հետ են կանգնել եւ իրենք հավաստիացրել են Իրանին, որ ոչ մի նկրտումներ չունեն, ցամաքային գործողություններ չեն իրականացնելու, որովհետև Սուլեյմանի քրդերին առավելություն է տրվել, նաև առավելություն է տրվել Իրանի, այսպես ասած, ապստամբ քրդերի միավորումներին, որոնք որ միավորվել են եւ գտնվում են Իրաքյան Քրդստանի տարածքում։ Եվ հենց այստեղից այդ ճաքը եղավ եւ այդ պլանը եւս Իրաքյան Քրդստանի քրդերի միջոցով ցամաքային գործողություններ իրականացնել Իրանի դեմ, այդ պլանը եւս իջիկ դարձավ։ Այսինքն չկարողացան նույնիսկ գայթակղել այդ գայթակղիչ առաջարկով անկախ քրդական պետականության միավորում ստեղծելու առաջարկով եւ չկարողացան Իրանի դեմ տանել այդ քրդական միավորումներին։ Եթե արտաքին ներխուժումը նույնիսկ ենթադրենք, որ դա բացառվում է այս պահին, այսինքն արտաքին Իրանից դուրս գտնվող քրդերին չեն կարողանում համոզել, որպեսզի նրանք ներխուժեն, ինչն է նրանց խանգարում հենց Իրանի քրդերին ներսից պայթեցնել։ Տեսեք, մենք խոսում ենք լայնածավալ գործողությունների մասին։ Մենք չենք խոսում պարտիզանական գործողությունների մասին, որովհետև պարտիզանական գործողությունները դրանք բոլորովին այլ են եւ Ամերիկան ու Իսրայելը հաստատ պարտիզանական գործողությունների համար չէին դիմի քրդերին, որպեսզի իրեն գործողություններ իրականացնեն։ Անընդհատ պարտիզանական գործողություններ քրդերը իրականացրել են եւ թե Իրանի դեմ, եւ թե Թուրքիայի դեմ, եւ թե Իրաքյան Քրդստանի իշխանության դեմ։ Այստեղ հարցը լայնածավալի մասն է, իսկ Իրանի տարածքում ապրող քրդերը չունեն այն հնարավորությունը, որ իրենք կարողանան լայնածավալ ռազմական գործողություններ սկսեն Իրանի դեմ, ինչին որ փորձում է ձգտել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Նաև Թուրքիայի դերն է այստեղ հետաքրքիր։ Թուրքիան ինչ հնարավոր դիրքորոշում կարող է ունենալ այս փորձերին քրդերի ներգրավելու, չէ՞ որ նա էլ ունի այդ խնդիրը եւ եթե այնտեղի քրդերը ինքնավարություն, պետականություն ստանան, Թուրքիայի քրդերը եւս կարող են այդ գայթակղությանը չդիմանալ եւ այստեղ անկարան ուզի պետք է միջամտի։ Տեսեք, ես զրույցի սկզբում ասացի այդ միջադեպի մասին, հրթիռի միջադեպի մասին, երբ որ Թուրքիան կտրականապես հերքեց, դա հենց այնպես չհերքեց։ Իրականում Թուրքիան եւս մտավախություն ունի, որ հնարավոր է մի որոշակի շրջանում քրդերը ակտիվանան նաև Թուրքիայի տարածքում, չէ՞ որ Թուրքիայի տարածքում շատ ավելի շատ քրդեր են ապրում, քան Իրաքի տարածքում, քան Իրանի տարածքում։ Եվ այստեղ մեծ խնդիր ունի Թուրքիան եւ Իրանը եւ Թուրքիան այս համատեքստում գտնվում են մի կողմում, միասին նույն կողմում են գտնվում։ Եվ միանշանակ այդ սցենարը դուր չէր գալիս Թուրքիային, որ քրդերի միջոցով տարածաշրջանում հարց լուծեն, որովհետև դրա նախադեպերը եղել են։ Օրինակ Սիրիայում, երբ որ փորձեցին Ասադի ռեժիմին քրդերի միջոցով այսպես նեղել, իշխանությունից զրկել եւ այլն, եւ այստեղ թուրքերը ունեցան մեծ խնդիր 2015-16 թվականներին, երբ որ հարավ-արևելյան նահանգներում, Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում քրդերը ակտիվացան նույնիսկ Հաքարի նահանգում, այսպես հրճակեցին անկախություն Հաքարի քաղաքով, որ մայրաքաղաք հրճակեցին ու ստիպված եղավ թուրքական բանակը ծանր զինտեխնիկա օգտագործել, քաղաքը շրջափակել, խաղաղ բնակչությանը այսպես
սպանդի ենթարկել, որպեսզի ճնշեր այդ զարգացումները։ Այսինքն Թուրքիան փորձ ունի, թե քրդերը ինչի են ընդունակ, եւ դրա համար ինքը այս փուլում նաև դեմ գնաց Իսրայելին եւ Իրանին այդ առումով, որ իրենք խաղի մեջ էին փորձում ներքաշել քրդերին, որոնք որ իրեն համար մեծ գլխացավանք են։ Հնարավոր համարում եք թուրքական եւ իրանական հատուկ ծառայությունների միջև համագործակցություն այս սցենարները թույլ չտալու հետ կապված։ Ես ինչու եմ այս հարցը տալիս, որովհետեւ հունվարին տեղեկություններ կային այն ժամանակ Իրանում այդ հակակառավարական ցույցերի ժամանակ, այն ժամանակ առանցքային այսպես խոշոր լրատվամիջոցների միջազգային գրում էին, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները բավականին լուրջ ներդրում են ունեցել իրանցի իրենց գործընկերների զգուշացրել են հնարավոր սադրիչների ներթափանցելու հետ կապված։ Հիմա այստեղ այդ կոորդինացիան եւս կարող է չբացառել։ Իհարկե բնականաբար, որովհետեւ Իրանը եւ Թուրքիան այսինքն քրդերի հարցում իրենք միշտ համագործակցել են։ Իրենք միշտ հանդես են եկել միևնույն դիրքերից եւ Թոնդրակի լեռներում տեղի ունեցող քրդական բազմաթիվ ապստամբություններ, այսպես պարտիզանական գործողություններ հենց ճնշվել են Թուրքիայի եւ Իրանի հետ միասին։ Այսինքն համատեղ ուժերով են դրանք տեղի ունեցել եւ ինֆորմացիայի փոխանակում է միշտ եղել։ Պատահական չի, որ 538 կիլոմետրանոց հատվածը Իրան եւ Թուրքիա սահմանային հատվածը Իրանի հետ համաձայնեցված Թուրքիան ամբողջությամբ պարիսպապատեց բարձր պարիսպներով, որպեսզի այսպես հնարավոր սցենարների դեպքում ոչ Իրանից, ոչ Թուրքիայից քրդերը գնալ գալ չունենան իրենց ռազմական գործողությունները իրականացնելու այսպես հեռանկարներով։ Իհարկե համագործակցում են եւ ոչ միայն համագործակցում են, այլ քրդերի դեմ իրենք հանդես են գալիս միասնական ճակատով։ Պարոն Օվանեսյան, վերադառնանք Ադրբեջանի թեմային, այս փուլում ինչը կարող է Բաքվի համար թրիգեր հանդիսանալ ցամաքային ներխուժման, եթե նրանք այդպիսի որոշում կայացնեն։ Իրանում կենտրոնական իշխանության թուլացումը կամ ինչին նրանք պետք է նայեն, կամ դեռ ինչ-որ այլ ազդակների են սպասում դրսից։ Ինչն է նրանց հիմա հետ պահում է։ Ես ավելի շատ հակված եմ նրան, որ Բաքվի իշխանությունը այսօր ոչ թե նայում է, թե Իրանում երբ կթուլանա կենտրոնական իշխանությունը կամ ինչպիսի գործողություններ կլինեն 1, 2 կամ 10 թիրախ կխոցվի ամերիկյան հրթիռների կողմից, այլ պարզապես թե որքան շուտ իրենք կհամոզվեն։ Այսինքն Բաքվի իշխանություններին որքան շուտ կարող են համոզել, որ իրենք սկսեն ցամաքային գործողություններ։ Արդյոք հաջողվի համոզել Բաքվի իշխանությանը, դա արդեն պետք է տեսնենք հետագայում, որովհետև այստեղ կա Թուրքիայի գործոնը եւս, որովհետև գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ ադրբեջանական բանակը ինքնուրույն բանակ չի, նա նաեւ թուրքական վերահսկողության տակ է եւ սկսած 44-օրյա պատերազմից թուրքական վերահսկողության տակ է եւ չի բացառվում, եթե հանկարծ որոշի ամեն դեպքում այսպես իսրայելական բեմադրիչներով գնան ներխուժման, չի բացառվում, որ բանակը դրան դեմ լինի, որովհետև Թուրքիան դեմ է։ Պարոն Օվանեսյան, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Կհանդիպենք։